իշխանությունը փորձում է եկեղեցու դեմ արշավը կապել անհատների հետ, բայց երեք դուք 24 հետ հարցազրույցում հետաքրքիր դիտարկումներ եք արել, դա համեմատելով նաև Դաշնակցության դեմ այսպես ԿՊԱ-կանների ելույթների, որ իշխանությունը փորձում է որպես համահայկական կառույցներ եւ եկեղեցին եւ Դաշնակցությունը այսպես չեզոքացնել, թիրախավորել եւ այսպես տանել 4-րդ հանրապետության այս թեզը այսպես առաջ տանել եւ դարձնել Հայաստանը այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի մի այսպես արանքներում ընկած կտոր։ Նախ ես այս բանը երես կունենամ խորհրդարանում, մասնավորապես կանադարում նաև ձեր ասած հարցի մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստում, ինչ վերաբերում է Դաշնակցությունը կուսակցությունը չի, որ խորհրդարանում լինի, չլինի, իր գործունեությունը պայմանավորված է դրանով, նրանք ցույց են տվել տասնամյակներ եւ իրանց օգտակարությունը հայապահպանության իմաստով, հայոց պետականության կայացման իմաստով, ամեն ինչ իմաստով դա անգնահատելի է։ Եվ այո, այստեղ հենց այդ բանը պայքարի իմաստը, հակադաշնակցական այս մարտնչող կեսվածքի իմաստը կայանում է նրանում, որ այդ 4-րդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում փոկել Սփյուռքը որպես նորից հայ ոչ թե ինքնության, այլ իրականության, հայոց իրականության մի մաս եւ կարևոր մաս եւ հզոր ուժ օգտագործելու փոկել, ասենք նաեւ նույն կոնտեքստում նաեւ հենց եկեղեցու հետ կապված, էլի փոկել, ասենք որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծի, որ ինքը ուզում է։ Բանն այն է, որ այն թերությունները, որոնք այսօր երբեմն մատնանշում է վարչապետը, մենք էլ գիտենք, մենք գիտենք, որ թերությունները կան, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերությունները կան, եւ վարչապետը այդ մասին գիտեր նաեւ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում։ Այդ ժամանակ չէր արվում, որովհետեւ դրա նպատակարարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, այդ խնդիրը լուծել եւ լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պարակտմանը, այսինքն նորից կտարանջատի Սփյուռքը եւ կամփոփվի մեր իրական Հայաստանի մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել սևեռուն գաղափարը, որը կոչվում է 4-րդ իշխանություն։ Այս կոնտեքստում է այդ ամենը։ Ձեր կարծիքով իշխանությունը իրականում ինչի է ընկել այսպես ամենայն հայոց կաթողիկոսի հետևից եւ արդյոք Գարեգին երկրորդը պետք է հեռանա դրա անհրաժեշտությունը։ Ես շատ լավ ծանոթ չեմ եկեղեցական կանոններին, բայց գտնում եմ, որ վարչապետը իրավունք չունի այդպեսի բանով հանդես գա, որովհետեւ կարծում ենք սահմանադրությունը, գիտենք սահմանադրությունը եւ այնտեղ հստակ նշված է այդ ամեն ինչը։ Թերությունը նորից եմ ասում, եթե հասարակությունը ընդհանուր առմամբ հիվանդ է եւ մենք ունենք որոշակի այդպիսի դրսևորումներ, չի կարա հասարակության մի հատված այդ հիվանդության ախտանիշները չունենա։ Եթե ինքը առողջ մասսայցակախված, այդ հիվանդության ախտանիշները չեն կարողանում ազդել կամ թույլ են գործում։ Եթե թույլ է մի քիչ, ապա շատ են ազդում։ Հիմա եկեղեցում էլ կա այդ անառողջ հարաբերությունները։ Այն անառողջ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ պահերով, բոլոր տեղերում կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչի է այսօր այդ հարցը բարձրացնում։ Այդ հարցը բարձրացնում է 4-րդ հանրապետություն սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Ասենք գիտեք ինչ կա, եթե 26 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը համադրությունը կարա փոխի։ Այսինքն 4-րդ հանրապետությունում եկեղեցին տեղ չպիտի ունենա։ Պիտի ունենա Հայաստանի եկեղեցին։ Հայաստանի եկեղեցին, որը պիտի ենթարկվի այսպես կոչված իշխանություններին, այդ իմաստով։ Սփյուռքը գործ չունի, թող այդ իր համար դες սփյուռքություն անի։ Այսինքն, եթե 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը կարա համադրությունը փոխի։ Նույնիսկ այն պահանջները, որ այսօր մեզ ներկայացված են մեր հարևան ճշնամական պետությունների կողմից։ Ինքը կարող օրինակը փոխի, ինքը կարող զինանշանը փոխի եւ 3-4 տարի հետո անմիջապես պատմաբանները կասեն, որ սա 4-րդ հանրապետության սկիզբն էր։ Բայց ինքը դες չի անում, խոսքը սավարտը դարի ջան, կարևոր բան եք ասում։ Մի րոպե խոսքը ներողություն, 1000 ներողություն։ Ինքը այդպես չի անում, ինքը ուզում է վերացնի 3-րդ հանրապետությունը եւ ստեղծի 4-րդ հանրապետություն։ Այստեղ արդեն խնդիրները ստեղ է, որովհետեւ այդ ճանապարհին արդեն թե մենք ինչ մարտահրավերների առաջ կկանգնենք, Իսկ հարց ունեմ, պարոն Աղազարյան, երբ որ օրինակի թեման կար, եւ դուք պատմական պատգամավոր եք, դուք այն ժամանակ չէիք առարկում, ինչու այդ ժամանակ չէիք խոսում։ Ես հիմա չեմ առարկում։ Եթե օրինակը խանգարում է մեր պետականության կայացման զարգացմանը, թող փոխվի։
Եթե զինանշանը գրողը տալի խանգարում է պետականության կազմին եւ զորացմանը, թող փոխվի, բայց դա լինի երրորդ հանրապետության, այսպես կոչված, ժառանգությունը, ժառանգորդը մենք լինենք, ոչ թե կտրենք։ Ասում է դա իրավական էլ չի լինելու, ասում է մենք Ոչ, ստում է, ինքը իրավական անելու։ Նիկոլ Փաշինյանի ստախոս համարեցին։ Ոչ, այդ հարցով է ստում։ Լավ, պարոն Աղազարյան, դուք որպես Քրիստոսի Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ճանաչած մարդ, մոտավոր ճիշտ եմ, չէ՞ ձեր խոսքը։ Չէ։ Ես ասել եմ, ես հայտարարել եմ, որ երբ որ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատացյալս մտածեցի, որ հնարավոր է, որ Քրիստոսը գոյություն ունեցել։ Հիմա ներողություն։ Հիմա էլ մտածում եմ, որ Քրիստոսը կարող է գոյություն ունեցել, բայց ես չեմ հավատում հարությանը Քրիստոսի, ես ինձ համարում եմ քրիստոնյա եւ համարում եմ, որ ես ցանկացած 100 քրիստոնյա եթե բերեք շարեք իրար կողքի, ես դրանց մեջ կլինեմ 5-ի մեջ, որ ավելի լավ պահպանում այդ պոստուլատները, հավատարիմ այդ սկզբունքներին եւ այլ։ Հետո հիմա բանը եւ ես աստու գոյությունը չեմ հավատում։ Փաշինյանի հարությանը հավատում եք, ինքը մի քանի անգամ ասեց ես մահացել եմ։ Փաշինյանի հարությանը։ Այո, այդ իմաստով այդ եթե դուք ասեք իհարկե շատ գեղեցիկ ձևով հեգնում եք, հա, բայց սպանվելը տարբեր ձևով ալինում եւ մահանելը տարբեր ձևով ալինում։ Դուք պատարակին գնալու եք իրար։ Ես պատարակի երբեք չեմ գնացել, երբեք չեմ գնալու։ Լավ, այս կռվի մեջ դուք ում կողմից եք։ Սահմանադրության։ Պարոն Աղազարյան, դուք նոր ասացիք, որ հասարակության մի հատվածը հիվանդ է եւ ընկել է։ Մի ամբողջ հասարակությունն է հիվանդ։ Նիկոլ Փաշինյանն էլ է հիվանդ։ Բա իհարկե։ Բա ո՞նց ասեք, կարող պատը իր վրա քիչ ազդում է սինդրոմներ, որտեղ ինքը ուժեղ անձնավորություն է, բայց չի կարա մաս չկազմի այդ ամբողջ։ Պարոն Աղազարյան, նաեւ համբարձում եք կալանավորման հետ որոշման հետ դատական չկասեք, Բան չեմ կարող, օրինական ուժի մեջ մտած բան չի, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չէ, որովհետև դեկան փուլ է, չէ, բողոքարկման։ Հեռացնելու այսպես գործընթացի լիկվիդացնելու գործընթացի մեջ Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել արդյոք քաղաքականության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ, որոնք թույլ կտան իրավախախտում եւ հետո այդ իրավախախտումը կոստելու համար ասեն, որ քաղաքական հետապնդում է, կարող են, անկասկած կարող են լինել։ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել մարդիկ, որոնց վրա կարող են գործ սարքվել, որպեսզի իրենց դուրս մղեն քաղաքականությունից ժամանակավորապես կամ ընդհանրապես ճնշել։ Կարող է, իհարկե կարող է։ Եվ դա արվում է, եւ հետեւաբար, ստեղ իրավապահ մարմինների ոլորտն է, ես իրավապահ իմ վստահության գործակիցը իրավապահ մարմինների գործունեության կապված շատ ցածր է, որովհետև եթե վարչապետը հայտարարում է, որ բանին անունիչա վարչագույն դատական խորհրդի նախագահի ինքն է հանել աշխատանքից, ապա ինչի մասն է խոսքը։ Ինչու հիմա հիշեցին, հա, ինչու հիմա որոշումը կայացվեց, այս ամեն ինչի մեջ տեսնում եք քաղաքական գործընթացների Դավիթ Համբարձումյանի հետ կապված գործընթացը շուտվանից է գնում։ Սկսե, բայց հիմա որոշումը կայացվեց։ Դե ինչ-որ բան ինչ-որ ժամանակ ավարտվում է, չեմ կարող ես դա գնահատական տալ։ Բայց դուք այդ իրադարձություններին, որ մասնակցում եք, տեսել եք Դավիթ Համբարձումյանի կողմից մարդկանց բռնության ենթարկելու դեպքեր, թե ոչ, պարոն Աղազարյան։ Ես իրադարձություններին մասնակցել եմ եւ հնարավորություն չեմ ունեցել ֆիզիկապես եւ որևէ կերպ միաժամանակ գտնվելու Հայաստանի Հանրապետության հարյուրավոր եւ հազարավոր հատվածներում, Նարեկ ջան։